Շատ խորհրդանշական վերտարություն է կրում մեր միջոցառումը, մասնավորապես մատչելիություն, ոչինչ մեր մասին առանց մեզ եւ ամբողջ գաղափարախոսությունը հետեւալում է նախ ընդգրկել հաշմանդամություն ունեցող անձանց իրենց վերաբերելի քննարկումների, որոշումների կայացման գործընթացներում, երկրորդ հերթին չափազանց կարեւոր է քննարկել նաեւ Հայաստանի Հանրապետությունում մատչելիության ապահովման հետ կապված խնդիրները։ Մենք արտահերթ զեկույց ենք հրապարակելու շատ շուտով եւ այսօր նաեւ զեկույցի մասին խոսելու ենք, որը վերաբերելու է նոր կառուցվող, վերակառուցվող եւ հիմնանորոգվող շենքերում մատչելիության ապահովման հետ կապված խնդիրներին։ Իհարկե հիմնական մեր թիրախը այդ շենքերում մեր կողմից իրականացված մշտադիտարկումներն են, որովհետև ամբողջ տարվա կտրվածքով մենք շատ կարևոր խնդիր էինք փորձում հասցեավորել, տարբեր փորձագետների եւ հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավմամբ մշտադիտարկել ենք մի շարք նմանատիպ շենքեր ամբողջ Հայաստանի Հանրապետության տարածքում, բացահայտել ենք այն խնդիրները, որոնք նույնիսկ նոր կառուցվող, վերակառուցվող եւ հիմնանորոգվող շինություններում են ի հայտ գալիս մատչելիության ապահովման հետ կապված եւ բնականաբար փորձելու ենք հասցեավորել այս հարցերը եւ այս առնչությամբ մենք ոչ միայն զեկույցը պարզապես հրապարակելու ենք, այլ նաեւ հարցերի վերաբերյալ ես ինքս շատ հրապարակային եմ խոսում եւ խոսելու, որպեսզի հնարավոր լինի համատեղ ուժերով այս խնդիրները հաղթահարել։ Ես չափազանց կարևորում եմ, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հետ կապված հարցերը Հայաստանի Հանրապետությունում առաջնահերթության ձևաչափով քննարկվեն, որովհետև սա մի ոլորտ է, որի առնչությամբ մենք շատ դեպքերում հռչակագրային առումով խոսում ենք ոլորտի կարևորության, այս մարդկանց կողքին լինելու կարևորության մասին, բայց իրական կյանքում շատ դեպքերում բավականին փոքր քայլեր են ձեռնարկվում անձանց իրավունքների պաշտպանության առումով, հետևաբար ես չափազանց կարևորում եմ թե խորհրդանշական ձևաչափով, թե գործնական քայլերի ձևաչափով հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներին առաջնահերթ ուշադրություն դարձնելը։ Բոլոր հաշմանդամները, ովքեր որ դիմում են մեզ, մենք եթե չենք կարողանում մեր հարցերը մեր ուժերով հարցի լուծում տանք, մենք դիմում ենք մարդու իրավունքի պաշտպանին, մեր բաժնին եւ մենք կարողանում ենք հարցերի լուծում տալ։ Ամեն դեպքում իրազեկումը մարդկանց մոտ շատ ցածր մակարդակի վրա է այսօր գտնվում։ Եղել է ժամանակ, որ բարձրացավ նորից, իջնում է, քանի որ փոփոխություն կա вообще ամեն ինչի մեջ, այսօրվա դրությամբ տեխնոլոգիաների զարգացման, մարդիկ մի քիչ հետ են մնում, շփումները շրջապատը շատ ցածրացել է։ Ամեն դեպքում աշխատում ենք այդ ուղղությամբ, որպեսզի կարողանանք կրթել, սպորտ բերել եւ տարբեր բոլոր ոլորտներում։